Ես խնդրում եմ, որպեսզի անվտանգության աշխատակիցները մոտենան եւ դուրս անեն պատգամավոր Դավիթ Ղազինյանին։ Որովհետև դուք ինձ քաջալերեցիք, դժգոհելով թե խի ես Հովիկ Աբրահամյանի ապօրինի գույքի մասին խոսեցի, քաջալերեցիք, որ ես ձեր քաղաքական ղեկավարի ապօրինի գույքի բռնագանձման թվերը հիմա բարձրաձայնեմ։ Ռոբերտ Քոչյանից դատախազությունը պահանջում է 22 անշարժ գույք, որից 19-ի միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է ուշադրություն 11 միլիարդ 154 միլիոն 790 հազար դրամ, 2 անշարժ գույքի գնման իրավունք, 3 միլիոն 84,965 ԱՄՆ դոլարով և 985 միլիոն դրամով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1 միլիարդ 405 միլիոն դոլարի և 1 միլիոն 405 հազար դոլարի և 200 միլիոն դրամի ավանդ, պահանջը ներառում է նաև 13 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են Toyota Երևան ՍՊԸ-ն, Nairi Insurance ապահովագրական ՍՊԸ-ն և այլն, ինչպես նաև 4 իրավաբանական անձի մասնակցության ձեռքբերման արժեքը։ Եթե ես այսպես շարունակեմ, կարող է պարոն Կարապետյանի ելույթի ժամանակը ավարտվի 10 րոպե, բայց ընդհանուր գումարային պահանջը կազմում է 19 միլիարդ 561 միլիոն 949 հազար 303 դրամ, ինչպես նաև էլի լիքը բաներ։ Տիկին Գրիգորյան, հուսով եմ սրանից հետո չեք ասի, որ հա ինչ է Ռոբերտ Քոչյանի մասին խոսում, Ռոբերտ Քոչյանն էլ հոձես էր աջակցում ընտրությունների ժամանակ։ Խնդրեմ, պարոն Կարապետյան, ձեր հերթն է ելույթի, ես կխնդրեմ Տիկին Խամոյան, դուք ձայնի իրավունք չունեք, դուք եթերում չեք, ձեզ չեն լսում և խնդրում եմ լռություն պահպանեք, հակառակ դեպքում նկատողություն եք ստանում։ Տիկին Խամոյան, ես հասկանում եմ, որ Ռոբերտ Քոչյանի ապօրինի գույքի վերաբերյալ թվերի հրապարակումը հատուկ նեղսրտում է առաջացնում ձեզ մոտ, բայց խնդրում եմ պահպանել լռությունը։ Պարոն Կարապետյան, ձեզ մի խնդրանք ունեմ, հաշվի առնելով դուք խանգարում եք և նկատողություն եք ստանալու, Տիկին Խամոյան, հիմա նկատողություն եք ստանալու, որպեսզի նկատողություն չստանաք, լռեք։ Տիկին Խամոյան, դուք ստանում եք նախազգուշացում ըստ կանոնակարգի և հաջորդիվ, և ես ձեզ զգուշացնում եմ, որ հաջորդիվ այդ նախազգուշացման և նկատողության սանկցիաների բանը բարձրանալու է գրադացիան, այնպես որ հանգստացեք։ Պարոն Կարապետյան, ես ձեզ խնդրում եմ հաշվի առնելով, որ առիթ չի եղել նաև ներկայացնել և պատասխանել իմ հարցին, թե Տիկին Արեգա Հովսեփյանի թեկնածությունը ինչ ընթացակարգերով է ձեր խմբակցությունում որոշվել, որովհետև ես նկատեցի, որ դուք 3 ցանկանում եք պատասխանել, բայց ձայնի իրավունք չունեիք, համեցեք։ Տիկին Խամոյան, եթե ունեք խոսք, կարող եմ սպասել։ Պարոն Կարապետյան, նման ընթացակարգ չկա, ես առաջարկում եմ Տիկին Խամոյանին հրավիրեք ձեր խմբակցություն և փակ քննարկման ռեժիմով ինչքան ուզում եք, ասեք, խոսակ, իրար լսեք։ Հիմա ձեր Պարոն Կոնջարյան, իմ իրավունքն է, իմ ժամ։ Որ զգում եմ ես։ Շնորհակալություն, Տիկին Հովսեփյան։ Այստեղ ուղղակի երկու բան էլի նկատառում անեմ ձեր ելույթի հետ կապված։ Ասում եք, որ ձեր ելույթի մեծ մասը նվիրված էր քաղաքական բռնաճնշումներին։ Պարոն Աբրահամյան, ձեզ պատգամավոր Տիգրան Աբրահամյան, ձեզ հայտարարվում է նախազգուշացում։ Դուք չեք կարող ինձ հայտարարել նախազգուշացում, պարոն Դավիթ Ղազինյան, ձեզ ևս հայտարարվում է նախազգուշացում։ Այդպես պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառվում է կարգապահական տույժ, մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում։ Պարոն Ղազինյան, որոշել եք բոլորը ստուգեք։ Չէ, ուզում եմ, պարոն Ղազինյան, չէ, դուք չեք կարող հասկանալ։ Հարգելի գործընկերներ, սա ձեր խմբակցության նիստը չի, ուրեմն ձեզ պահեք կարգ ու կանոնով։ Պարոն Ղազինյան, մի խոսեք այլևս տեղից։ Պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառվում է կարգապահական պատասխանատվություն, հեռացում մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից, զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա գտնվելու իրավունքից։ Դուրս եկեք դահլիճից, պարոն Ղազինյան։ Դուրս եկեք դահլիճից, պարոն Ղազինյան։
Դուրս եկեք դահլիճից։ Դուրս եկեք դահլիճից։ Ես խնդրում եմ, որպեսզի անվտանգության աշխատակիցները մոտենան եւ դուրս անեն падգամավոր Դավիթ Ղազինյանին։ Շատ լավ, իրենք ինքը դուրս է գալիս, ինքը դուրս է գալիս, ինքը դուրս է գալի։ Հարգելի գործընկերներ, ինքը դուրս է գալի, թողեք դուրս գա։ Հանգիստ դուրս է գալիս ինքը։ Ասում եմ դուրս է գալի հանգիստ։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ, շնորհակալություն անվտանգության աշխատակիցներին։ Պարոն Մանուկյան, զբաղեցրեք ձեր տեղը, այժմ աշխատանքի եւ բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեխնացու առաջադրելու համար ձայնը տրվում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանին։ Խնդրեմ Տիկին Մանավազյան։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը առաջարկում է Նազելի Բաղդասարյանի տեխնացությունը։ Շնորհակալություն։ Աշխատանքի եւ բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ժողովուրդը ինքան ավելի լավ։ Թոշակը ինչքան ցածր, այդքան թոշակառուի ձենը արժի ավելի էժան։ Պարզ լոգիկա է։ Ու դրա համար է, որ մեր արած սոցիալական ծրագրերի, մեր բարձրացրած թոշակների, մեր ընդհանուր տնտեսական քաղաքականության արդյունքում է, որ ձեր նախկին հանրապետականի բաժանած 10,000 դրամը այս ընտրություններին փաստացի ձեր ուժի ներկայացուցիչները բարձրացրել հասցրել էին 100,000 դրամ։ Ես նորից եմ ասում, մեր տնտեսական ու սոցիալական կատարած գործունեության լավագույն ցուցանիշը ընտրակաշառքն է, ժողովուրդ ջան, ձեր կողմից բաժանված, ձեր ներկայացուցիչների կողմից բաժանված։ Նախկինում բաժանում էիք 10,000 դրամ միջև մեր իշխանությունը, մեր կողմից խորհրդարանում մեծամասնություն ստանալուց հետո 2018 թվականին դուք արդեն հիմա այս պայի դրությամբ բաժանում եք 100,000 դրամ։ Սրանից լավ ցուցանիշ ուղղակի չկա եւ լինել չի կարող։ Ու ես ձեզ ասեմ իհարկե, մի բան էլ ասեմ։ Բարբերաբար այստեղից խոսվում է թոշակները բարձրացնելու բացասական կոնտեքստի մասին, թե բա դա էս էր, դա այն էր, դա իր մեջ պարունակում էր սոցիալական կաշառքի որոշակի դրվագներ, այսպես, այնպես, բա ինչ պարտադիր էր բարձրացնել։ Սիրելի թոշակառուներ, հանկարծ չմտածեք, էլի բարձրացնելու ենք ձեր թոշակները, ինչպես խոստացել ենք նախընտրական շրջան, ու բարձրացնելու ենք